Հականդեմ հայց նոր պարոն Մալխասյանը ասեց, մենք հիմա քննարկում ենք, հենց հականդեմ հայցը կարող է լինել ոչ միայն պարոն Կարապետյանի, այլ նաև այն լրատվականների մասին, ովքեր որ հստակ ասում են, որ Ավետ Բաբայանը ծեծել է կամ ծեծի պատվիրատու է։ Այն լրատվականները, ովքեր որ ժամանակին հերքում չտարածեցին, որ սա ուղղակի Հակոբ Կարապետյանի մեջբերումն է, այլ ոչ թե իրենց ներքին համոզմունքը, մենք կարող է այդ լրատվականներին փորձենք արդեն իրավական դաշտում քննարկում տալ, որովհետև փաստացի երևում է, որ Հակոբ Կարապետյանը գոնե առնվազն ձեզ խաբել է, պարոն Մարությանին եւս խաբել է, ասելով, որ ես վիդեոներ ունեմ, որ ես մարդուն շատ կոռեկտ խոսացի, ասացի, ինչի ես նման բան անում, բայց նա ինձ հայհոյեց, նորից եմ ասում, ես կուզենամ նաև այս հարցը պարոն Մարությանը պատասխանի այս հարցին, այդ նա տեղյակ է եղել, որ իր նախկին մամուլի խոսնակը նման ոճով խոսացել է իմ հետ, տեղյակ լինելով այս վիդեոն հրապարակել, թե իրան եւս խաբել է Հակոբ Կարապետյանը։ Նշենք նաև, որ Հակոբ Կարապետյանը ժամանակին, երբ որ նորից եմ ասում, մամուլի խոսնակ էր, ներողություն հազար իմ արտահայտության համար, ասում էր խնչած ունեմ քաղաքացու կարծիքի վրա, ինձ թվում է այս ամեն ինչը լիքը հարցերի պատասխան է տալի, որ այս մարդու եւ լեքսիկոնն է այս ձևաչափով շփվելը։ Դա էլ բերում է ինձ այն համոզմունքին, որ մենակ ես չեմ են քաղաքացին, ում հետ կարար նա այս կոնտեքստում